Այսօր ես անում եմ իմ քայլը։ Ամեն ինչ սկսվեց այս նախադասությունից։ 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու առաջին քայլը։ 13 օրում ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրիից հասնում է Երևան, որպեսզի կանխի հեռացող նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունը դառնալ Հայաստանի վարչապետ։ 100,000 հոգով կլինեն կանենք իշխանան։ Սերժ Սարգսյանը խորհրդանում անում է իր առաջին քայլը հնազանդեցնելու համար Փաշինյանին, դիմում է նրա գործընկերներին։ Դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք, ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան։ Վերջին քայլը գործող վարչապետի եւ ընդդիմադիր լինելու վերջին օրերն ապրող Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից։ Հենց այս նախադասությունն էլ կանխորոշեց դեպքերի հետագա ընթացքը։ Շարժումն ավելի մեծ թափ առավ։ Ուղիղ 1 օր հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Նիկոլ Փաշինյանը դառնում է Հայաստանի վարչապետ, խորհրդարանում նրա օգտին քվեարկում է նաև Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականը։ Ստեղծվում է մի վիճակ, երբ խորհրդարանում մեծամասնություն է Հանրապետականը, իսկ գործադիր իշխանությունը պատկանում է ընդդիմադիր ուժին։ Փաշինյանն հայտարարում է ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին, որոնք պիտի տեղի ունենան նույն տարվա դեկտեմբերի 9-ին։ Ըստ Փաշինյանի դաշնակցությունը Հանրապետականը հոկտեմբերի սկզբին փորձում են իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Ուր են գնում ենք, դեպի դիկտատուրա, թե դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս հոկտեմբերի 16-ին։ Հաջորդ օրը Հանրապետականը տապալում է ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով նվազեցվում էր խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվում է 2 դաշինք եւ 9 կուսակցություն։ Հանրապետականը դրանց մեջ է։ Հանրապետականը չի էլ վիճարկում, որ ընտրություններում ահռելի քվեներով կհաղթի Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը։ Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ որոշակի հույս առաջացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն։ «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը Գյումրիում յուրօրինակ համեմատություն է անում Արցախյան ազատամարտի ու Թավշյա հեղափոխության միջև եւ եզրակացնում. Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը։ Սասուն Միքայելյանը համեմատություն է անում։ Երկու տարբերակ կա, կամ չի հասկացել, կամ ուղղակի փորձն է Արցախյան պայքարը նսեմացնելու։ Սասուն Միքայելյանի հայտարարությունը որևէ կերպ չի ստվերում «Իմ քայլը» դաշինքի հեղինակությունը։ Դաշինքը ջախջախիչ հաղթանակ կտանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի են ունենում դեկտեմբերի 9-ին։